երբ աղջիկները պատվեցին, որ մեծ ընկերությունից պատվերներ են ստացել ու շատ հայտնի ընկերությունից ու նշել էին, որ կարևոր հյուրեր ունեն ու մեզնից են ուզում նվերներ ընտրել, սիրտս այնպես էր լցվել ու ակամայից նման դեպքերում հետ եմ գնում ու հիշում եմ անցած ճանապարհը ու հիշեցի Անահիտի մատանիների պատմությունը, որ մի ընթացք կար, ինչքան պատվեր ենք տալիս, արտադրական process-ում չէր ստացվում։ Այդպես 8 հատ պատվեր ենք տալիս, 8-ից ոչ մեկը չէր ստացվում։ Ու արդեն ես սկսել էի լարվել ու ոչ միայն Անահիտի մատանու հետ կապված, անընդհատ պատվերները ուշանում էին, ես լարվում էի ու չգիտեի ինչն է պատճառը, ասում էի եկեք, եթե խնդիր կա, կարգավորենք ու մենք ամեն ինչ կանենք, կլուծվի ու հետո, շատ հետո պարզվեց, որ դիտավորություն է եղել, որ պատվերներ ուշացնենք, որ չստացվի, մասնավորապես Անահիտ մատանին ու չհաջողեմ։ Անահիտ մատանին կարծես բրենդի զարդը լինի ու թե մեր հաճախորդները, թե մեր ընկերներից միշտ ասում են ինչ զարդ պիտի ավելացնես, որ Անահիտին անցնի, որովհետև Անահիտը ուրիշ ձև են սիրում։ Ու գիտես, հասկացա, որ երբ որ հաղթահարում ես խնդիրներ ու չես հանձնվում, դու մի օր ի վերջո արդյունքը տեսնում ես, որովհետև խնդիրները ուժեղացնում են։ Իսկ եթե հանձնվեի, այս ամեն ինչը չէր լինի ու այս արդյունքը մենք չէինք տեսնի։ Չէ՞ որ ժամանակ է պետք որ դու տեսնես, չէ՞, պիտի անցնի որ դու տեսնես ուր հասար, ու այնքան ուրախ եմ որ չեմ հանձնվել ոչ մի իրավիճակում, թե չէ իրավիճակները շատ են որ պատմեմ։